2026-2027 ուսումնական տարվա համար առաջին դասարանցիների գրանցումն արդեն մեկնարկել է։ Գրանցման գործընթացը կարևոր քայլ է թե ծնողների, թե կրթական հաստատությունների համար։ Այն ապահովում է կազմակերպված մեկնարկ, որպեսզի սեպտեմբերին դպրոցների դռները բացվեն պատրաստված և ուրախ փոքրիկների առջև։ Նոր ուսումնական տարին նոր հույսերի, սպասումների և հաջողությունների սկիզբ է լինելու մեր ապագա առաջին դասարանցիների համար։ Այս տարվա առաջին դասարանցիների գրանցումը, ինչպես գիտենք, արդեն սկսվել է 2026-27 տարվա ուսումնական տարվա համար։ Այս առաջի փուլում եւ ոչ միայն առաջի փուլի համար ընդհանուր աշակերտների առաջի դասարան կարող են մտնել այն դեպքում, եթե մինչև սեպտեմբերի 15-ը լրացվել է իրենց 6 տարին։ Նախապես էլ ասեմ, որ եթե արդեն գոյություն ունի սահմանափակություն, որ տարիքում երեխան կարող է մտնել դպրոց առաջի դասարան, կար սահմանափակումներ, որ մինչև դեկտեմբերի 31-ներ, կար սահմանափակում մինչև նոյեմբերի 1-ներ, մինչև հոկտեմբերի 30-ներ եւ այլը, ուրեմն հիմնվելով այդ տարվա սահմանափակման, ասեմ ուշադրությունը կենտրոնացնեմ երեխաներին, որ հետագայում եթե էքստերնով դուրս գալու հարց լինի, ապա ի նկատի կունենան, որ առաջի դասարան ընդունվելիս նրա 6 տարին լրացել է մինչև սեպտեմբերի 15-ը, թե ոչ։ Եթե չի լրացել մինչև սեպտեմբերի 15-ը, ապա կարող են ինչ-որ խնդիրներ լինել, որովհետև որ ըստ կրթության կանոնի երեխան դպրոց է մտնելու, եթե նրա տարիքը լրացել է 6 տարին լրացել է։ Դե ինչպես գիտենք, մեր ուսումնական տարին արդեն քանի տարի է սկսվում է սեպտեմբերի 15-ից, ապա երեխայի 6 տարին պետք է լրացած լինի, հիմա արդեն այս տարվա կանոնից մինչև սեպտեմբերի 15-ը։ Եվ այս փուլում, որը սկսվել է, առաջի փուլը սկսվել է փետրվարի 18-ից եւ կտևի գրանցման մինչև մարտի 2-ը, այս փուլում կարող են ընդունվել սահմանափակ ունակություն ունեցող երեխաները։ Այսինքն, եթե երեխան ինչ-որ սահմանափակ ունակություն ունի, ծնողը պետք է դիմի, գրանցվի եւ անպայման հետո պետք է ծնողը, այդ երեխայի ծնողը դիմում պետք է գրի դպրոցի անունին, որպեսզի պահանջենք մենք ախոցխայց է գալու այդ խումբը, պահանջենք մուլտիլինգվալ խմբի ներկայացուցիչները գան, գնահատեն երեխայի գիտելիքը եւ որոշեն նա արդյոք սահմանափակ ունակության երեխա է եւ եթե սահմանափակ ունակության երեխա է, ինչ նա սահմանափակություն ունի, որոշվում է, գնահատվում է եւ այդ երեխան ստանալով այդ այսպես կոչված ՍՍ մոսցավլեի ստատուսը, նա արդեն այս առաջի փուլով կարող է գրանցվել եւ համարվի այդ դպրոցին, որ դպրոցը որ գրանցում են, համարվի այդ դպրոցի երեխան։ Էլի եմ կրկնում, անպայման պետք է նրանք ինչ-որ գնահատում անցնեն խմբի կողմից, հատուկ խմբի կողմից, որպեսզի նրանք համապատասխանեն այս առաջի խմբին եւ կարողանան այս առաջի էտապին գրանցվել։ Եթե ասենք ինչ-որ ուշացում կլինի, էլի կարող է այդ երեխան էլի գրանցվել, կարող է, բայց արդեն հետագա մյուս էտապներին, 4-րդ, 5-րդ էտապներին։ Երկրորդ փուլը կլինի ապրիլի 21-ից մինչև մայիսի 8-ը։ Այս դեպքում գրանցվում են այն երեխաները, ովքեր որ դպրոցում ունեն սովորող քույր եւ եղբայր, կամ եթե երեխայի ծնողը դպրոցի աշխատակից է, ուսուցիչ է, այսինքն եւ այն երեխաները, ովքեր որ երկու հոգի նույն ընտանիքից գալու են դպրոց։ Անպայման չէ, որ երկվորյակ լինի, բայց կարող է, որ երկու երեխա է գալու դպրոց, նրանք իրավունք ունեն այս փուլում գրանցվել։ Իհարկե, փուլում գրանցվելուց հետո, լինում են դեպքեր, որ ասենք մեր, ասենք դպրոցի պրակտիկայի մեջ, որ ասենք ուշացել է ծնողը, բայց դրա համար մենք ունենք արդեն լրացուցիչ փուլ։ Հաջորդ փուլը մայիսի 15-ից մայիսի 25-ն է, եւ իհարկե հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը պետք է թղթերի ներկայացնեն դպրոց ծնողները։
Եվ մի լրացուցիչ փուլ էլ կարող է լինել սեպտեմբերին մոտ կամ եթե ինչ որ հանգամանքներով, ինչ որ դեպքեր է պատահել, ես իմ ինջեղը չեն ասել այդ փուլերում գրանցել երեխաներ, իհարկե կարող է գրանցվել։ Ոչ մի երեխա դուրսը չի մնում, գրանցել կարող ենք հասցնել, բայց ժամանակին գրանցելը ճիշտ կլինի։ Եվ մի նորություն էլ է այս տարի մտցել գիտության կրթության նախարարությունի կողմից մտցվել է, որ մեծ քաղաքներին է դա վերաբերվում, մեզ չի վերաբերվում, որ անպայման պետք է որտեղ որ բնակվում են երեխաներ այդ շրջաններում գրանցվեն, եթե դպրոցները տեղ ունեն, եթե տեղ չունեն, հետո նոր կարող են գնալ ինչ որ ընտրել ուրիշ դպրոց, բայց էլ են կրկնում, դա մեզ չի վերաբերվում, մենք մեծ քաղաքների շարքը չենք մտնում, մի քանի քաղաք է դա լինելու։ Իսկ ինչ փաստաթուղթ են ներկայացնելու, պարզ է, որ երեխայի ծննդականը, եթե երեխան ծնվել է Վրաստանում, ուղղակի նոտարիուսով հաստատած, որ Վրաստանը դա հասարակ է, կարող են չհաստատել վրացական ծննդական է, իսկ եթե երեխան ծնվել է արտասահմանում, ինչ որ մի պետությունում է ծնվել, անպայման այդ երեխայի ծննդականը պետք է հաստատված լինի նոտարիուսի կողմից, ծնողների փաստաթղթերի պատճենները, էլի եմ կրկնում, եթե վրացական փաստաթուղթ է պետք չէ ոչ մի բան, իսկ եթե ասենք ինչ որ մի ծնողը Ռուսաստանի, Հայաստանի քաղաքացի է, անպայման նրանց պատճեններն էլ փաստաթղթերի պետք է անպայման նոտարիուսով հաստատված լինի, քանի որ դա վրացական փաստաթուղթ չէ։ Եվ իհարկե բժշկից, հիվանդանոցից ֆորմաստոն պետք է բերեն, որտեղ որ նշված է նրանք անցել են վակցինաները, չեն անցել վակցինաները, այս հարցն էլ արդեն խստանում է։ Կետ էլ կա, որ արդեն խստացել է, ասենք, երեխաների վակցինացիայի հարցը եւ դպրոցը անպայման ուշադրություն կդարձնի, թե իրեն տարիքային համապատասխան վակցինաները երեխան անցել է, թե չի անցել։ Ինչու՞։ Որովհետեւ որ դպրոցը այն վայրն է, որտեղ որ երեխան շփվում է շատ քանակի երեխաների մարդկանց հետ եւ պարզ է, որ եթե երեխան վակցինացիա չի անցել, այսինքն չի պատվաստվել, նա արդեն դարձել է ինչ որ մի վիրուսի կրող։ Դրա համար այս տարվանից էլ շատ խիստ արդեն ի նկատի կունենանք, որ երեխան իրեն տարիքային պատվաստումը անցել է, թե չի անցել։ Մնացած հարցերը մեկ էլ մի նկար պետք է բերեն, լուսանկար 3-4-ի վրա, որպեսզի անձնական գործերի մեջ մենք կցնենք։